Բարի օր սիրելի հայրենակիցներ ու իսրայելահայ YouTube-յան ալիքի հետևորդներ։ Երբ առաջին անգամ մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի օրը ներկայացա իմ YouTube-յան նորապաց ալիքով, չգիտեմ հետևել եք թե ոչ, բայց խոստացա հնարավորինս հետաքրքիր թեմաներ ընտրել ու առանձնացնել ու ներկայացնել ձեր դատին։ Կներեք, որ շատ հաճախակի նման նյութեր պատրաստել չի ստացվում։ Խնդիրը ոչ թե ամեն օր կամ յուրաքանչյուր 2 օրը մեկ եթեր դուրս գալն է, այլ առավել հետաքրքիր ու ուսումնասիրված թեմաների ներկայացումը, որի նախապատրաստումն անշուշտ բավական ժամանակատար է։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր է լինելու։ Խոսելու ենք 2008 թվականից սկսած իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության եւ մասնավորաբար անօդաչու թռչող սարքերի Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառելու թեմայի շուրջ։ Որոշեցինք հաղորդումների մի ամբողջական շարք պատրաստել ու հնարավորինս շատ տեղեկություններ հայտնել կոնկրետ խմբի զինատեսակների մասին։ Ուստի առաջարկում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սեղմել լայք ու կիսվել, որպեսզի առավել մեծ քանակության մարդիկ հնարավորություն ունենան տեսնել ու վերլուծել այն տեղեկատվությունը, որ այսօր փոխանցելու եմ ձեզ, սիրելի իմ հայրենակիցներ։ 14 տարվա ընթացքում շատ տեղեկություններ ենք հավաքել, սկսած Ադրբեջանին վաճառված անօդաչուների տեսակներից ու քանակից, վերջացրած ծագած սկանդալներով ու իսրայելյան ԱԹՍ-ների օպերատորների հայկական դիրքերին հարվածելու փաստերի ու քրեական գործերի մասին տեղեկություններ վերցրել եմ այս տարիների ընթացքում Իսրայելի գրեթե տարբեր լեզուներով հրապարակված մամուլից, ադրբեջանական, ռուսական, հայկական ու միջազգային լրատվամիջոցներից, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտից, ռազմական տարբեր լեզուներով կայքերից ու աղբյուրներից։ Ստացել եմ նաև մեկ անգամ հատուկ թույլտվություն ու այցելել եմ Իսրայելում կազմակերպված զենքերի ցուցահանդես, որի ժամանակ առաջին անգամ ծանոթացել եմ հրեական արտադրության անօդաչուների հետ։ Այսօր աշխարհի բոլոր առաջատար պետություններն իրենց բանակների ու իրենց տարբեր կարիքների, տարբեր ծառայությունների համար պատրաստում ու փորձարկում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, հեռակառավարվող տարբեր ռազմական նշանակության ռոբոտներ ու սարքեր։ Գաղտնիք չէ, որ առաջատարն այս ոլորտում Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են, որոնք արդեն տասնամյակներ շարունակ պատերազմների ու ռազմական օպերացիաների ժամանակ օգտագործում են ԱԹՍ-ների ընձեռած հնարավորությունները։ Ուստի 2003 թվականից մինչև օրս Ադրբեջանի միայնակ նախագահ Ալիևը շտապեց զենքի պայմանագրեր կնքել Իսրայելի հետ։ Իսրայելը Հայաստանի բարեկամ երկիր չէր եւ չէ, նույնիսկ այսօր շատ ցավագին է ընդունում հայ-իրանական համագործակցությունը եւ Ադրբեջանի հետ կնքված 44 միլիարդ ԱՄՆ դոլարի նավթի պայմանագիրը սկսեց աշխատել ու սկսած այդ ժամանակաշրջանից ռազմական համագործակցություն սկսեց Իսրայելի հետ։ Իսրայելը փոխարենը ստացավ Ադրբեջանի ողջ տարածքը օգտագործելու Իրանի դեմ լրտեսելու համար ու Իրանի տարածքում որքան ատոմային էներգիայի մասնագետներ են առևանգվել ու չեզոքացվել, միայն իրենք ու իրենց հատուկ ծառայությունները գիտեն։ Ադրբեջանում իսրայելական զենքի առկայության առաջին ապացույցը հայտնվեց 2008 թվականին։ Այնուհետև զորահանդեսին երևացին բանակի հատուկ նշանակության ջոկատները իսրայելական արտադրության ինքնաձիգով Տավոր Տար 21 ինքնաձիգով, որը նախատեսված է հատուկ ստորաբաժանումների համար։ Նույն թվականին հրապարակումներ հայտնվեցին համազարգային կրակի ռեակտիվ Lynx համակարգերի եւ դրանց համար կնված հրթիռների մասին, այնուհետև անօդաչու թռչող սարքերի Aeronautics Defense Systems-ի Aerostar եւ Orbiter 1 տեսակի ուրեմն ԱԹՍ-ների մատակարարումների մասին։ Այնուամենայնիվ այս հսկայական գործարքի մասին տեղեկությունը հայտնվեց միայն 2012 թվականի սկզբին։ 2011 թվականին 1.6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական պայմանագիր էր կնքվել Իսրայելի ավիացիոն արդյունաբերության IAI-ի հետ եւ ասիական մի երկրի միջև եւ ընդամենը 1 ամիս անց 2012 թվականի փետրվարի 26-ին ամերիկյան The Washington Post թերթը հայտնեց, որ խոսքը ասիական պետության, այսինքն ավելի ստույգ Ադրբեջանի մասին է։ Այժմ ներկայացնում եմ իմ պատրաստած յուրահատուկ ցանկը այբենական կարգով այն իսրայելական պետական եւ ոչ պետական ձեռնարկությունների, որոնք անօդաչու թռչող սարքեր են վաճառել ու այսօր էլ շարունակում են վաճառել Ադրբեջանին։ Ըստ այբենական կարգի անցնենք, ուրեմն առաջին տեղում Aeronautics Defense System կազմակերպությունն է, որը 2019 թվականին հայտնի սկանդալի պատճառով
ճանաչվել է սնանկ, այս կազմակերպությունը առաջին անգամ 2007 եւ այնուհետեւ 2010 թվականին Ադրբեջանին փոխանցել է Aerostar հետախուզական ԱԹՍ-ները, ընդհանուր որոշ տեղեկությունների համաձայն փոխանցվել է 14 ԱԹՍ, ինչպես տեսնում եք ցուցացանկից նաև որոշ դետալներ արտադրվել են հետագայում նաև Ադրբեջանում։ Երկրորդ տեղում նույն Aeronautics Defense Systems-ի Orbiter 1 կա հետախուզական եւ հարվածային այսպես կոչված կամիկաձե ԱԹՍ-ն է, ընդհանուր առմամբ պատվիրվել է 100 միավոր այս զենքից, առաջին խմբականակը 2016 թվականին է հայտնվել, ընդհանուր գործարքի թիվը կազմում էր 20 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն 2016 եւ 17 թվականներին այնուհետև մի մասն էլ 2017 թվականին է միայն փոխանցվել, 80 միավոր փոխանցվել էր 2016-17 թվականի ընթացքում, իսկ մնացածը ծագած սկանդալի քրեական գործի, երբ որ հրեական օպերատորներ հրաժարվել էին Իսրայելից կառավարել ու հարվածել հայկական դիրքերին, այս Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը, դրա փոխարեն նրանց ղեկավարներն էին վերցրել վահանակները եւ հարձակման արդյունքում ըստ հայկական պաշտպանության բանակի տվյալների 3 հայ զինծառայող էր վիրավորվել այդ տարի, այնուհետև փաստորեն դատական հայցերից Ադրբեջանի կողմից բացված պահանջներից հայցերից հետո փոխանցվեց մնացած 20%-ը։ Ինչպես գիտեք, նաև ներկայումս Ադրբեջանում արդեն քանի տարի գործում է Aeronautics Defense System-ի կողմից ուրեմն բացված Azad Systems ձեռնարկությունը, որը արտադրում է հարյուրավոր ԱԹՍ-ներ ադրբեջանական բանակի համար, հենց խոսքը այս նույն տեսակի Orbiter 1K հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ի մասին է։ Այնուհետև Aeronautics Defense Systems-ը հասցրեց Ադրբեջանին վաճառել նաև Orbiter 2 եւ Orbiter 3 տիպի ուրեմն ԱԹՍ-ներ, սրանք հետախուզական են, այսինքն կամիկաձե չեն, հարվածային չեն։ 2016 թվականին Orbiter 3-ը մատակարարվել է 10 հատ, 2016-17 թվականին ադրբեջանական բանակը ստացել, իսկ 2000 արդեն 40 հատ, հայտնի չէ թե երբ է փոխանցվել Orbiter 2 այս ԱԹՍ-ները Ադրբեջանի։ Այբենական հաջորդ ըստ ցուցակի Elbit Systems-ի Hermes 450 ԱԹՍ-ն է, նման ԱԹՍ Ադրբեջանը Իսրայելից պատվիրել էր 10 հատ, 2008 թվականին մատակարարվել է 2001-ից 2013 թվականներին, որոշ աղբյուրների համաձայն 10-ի փոխարեն Ադրբեջանը գնել է Hermes 450 15 ԱԹՍ։ Հաջորդը Elbit Systems-ի Hermes 900 հետախուզական բավականին հզոր մեծ չափեր ունեցող հետախուզական ԱԹՍ-ն է, սրա մասին մենք մենյութում քիչ հետո կանդրադառնանք, 2017-ից 18 թվականներին են ստացել, որոշ ռուսական աղբյուրներ, ACT ռուսական ուրեմն աղբյուրն է նշում, որ 15 հատ Ադրբեջանը ձեռք է բերել տարբեր նպատակներով, թե Կասպի ծովի ավազանը հետախուզելու եւ սահմանները պահելու եւ հայկական սահմանների հետազոտելու համար, ընդհանուր 15 հատ, եթե հաշվենք, որ մեկ ԱԹՍ-ն արժի 30 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն 15 հատ ձեռք է բերել, խոսքը 450 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է։ Պատկերացրեք ինչպեսի գումար է ծախսել ԱԹՍ-ն ձեռք բերելու համար։ Հաջորդ Elbit System-ի Sky Striker հայտնի ուրեմն ԱԹՍ-ն է, Sky Striker-ը 100 հատ պատվիրել է Ադրբեջանը, 2018-ին ստացել է, Ալիևին այն ներկայացվել էր 2019 թվականի հունվարին։ Ըստ այբենական ցանկի հաջորդ գալիս է պետական արդեն Israel Aerospace Industry ձեռնարկությունը իր Searcher 2 հետախուզական ԱԹՍ-ով, եւ սա մտնում է ուրեմն ինչպես նշեցինք 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար պայմանագրի մեջ է մտնում այս ԱԹՍ-ների ձեռքբերումը IAI-ի, այնուհետև Searcher 2-ից հետո մենք խոսելու ենք Heron 1 ԱԹՍ-ի հետախուզական ԱԹՍ-ի մասին, ընդհանուր առմամբ 5 ԱԹՍ է պատվիրվել Ադրբեջանի կողմից, 2013 թվականին արդեն ադրբեջանական բանակը ստացել է այս ԱԹՍ-ները, որոշ տվյալներով նույնիսկ 15 միավոր ձեռք է բերել Իսրայելից։ Այնուհետև Heron TP հետախուզական ԱԹՍ-ն է, այս Heron 1-ը եւ Heron TP-ն սրանք մեծ ինքնաթիռի նման բանյակներից եւ նաեւ գետնի վրայից
կառավարվող մեծ ԱԹՍ-ներ են, շատ բարձր բարության վրա թռչող եւ ռազմական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով ISS-ի տվյալներով այս Heron տիպի ԱԹՍ-ը Իսրայելը 15 հատ ձեռք է բերել 2016 թվականին որոշ վերլուծաբաններ մեկնաբանելով այս տիպի ԱԹՍ-ների ձեռքբերում ասում են որ գուցե նաև խառնել են Heron 1 կամ Heron TP ընդհանուրը 15 են ձեռք բերել այժմ դժվար է ասել սակայն սա է որ շրջանառվում են այս լուրերը հաջորդ ԱԹՍ-ն IAEA-ի Հերոպն է դրանք այն հարվածային այն բարձր ձայն արձակող կամիկաձե ԱԹՍ-ներն են նախնականը 50 միավոր է Ադրբեջանը պատվիրել 2015 թվականին մինչև որս ձեռք է բերել 15-16 թվականին առաջին խմբականակը 50 է սակայն իրականում հարյուրավոր նման ԱԹՍ-ներ Ադրբեջանը ձեռք բերել եւ մինչև որս էլ շարունակում է ձեռք բերել մյուս ձեռնարկությունը Bluebird ձեռնարկությունն է Bluebird Aerosystems կազմակերպությունն է, որը այժմ չի աշխատում 2010 թվականին այս կազմակերպությունը փակվել է։ Սա հայտնի է իր Thunder B ուրեմն ԱԹՍ-ով, սա հետախուզական ԱԹՍ է, հայտնի չէ թե որքան են պատվիրել, որ թվին են պատվիրել, երբ են ստացել։ Այս հետախուզական ԱԹՍ-ի մասին մեզ հայտնի ծառավ 2016 թվականին, երբ որ մեր Արցախի հոբ ուժերը կարողացան ոչ թե խոցել այլ ռադիոսարքերի միջոցով կարողացան այս ԱԹՍ-ն ուղղակի իջեցնել գետնին եւ վերցնել եւ ուսումնասիրել։ Հաջորդը Emit Aviation-ի Sparrow ԱԹՍ-ն է, այս ԱԹՍ-ի մասին եւս երբևէ տեղեկություններ մեզ հայտնի չեն եղել, հայտնի է որ հայկական հոբ ուժերը Արցախում եւս խփել են այս ԱԹՍ-ն 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, որից միայն պարզ է դարձել, որ Ադրբեջանը նման տեսակի ԱԹՍ ունի։ Եվ վերջինը ցուցակում Elbit Systems-ի Hermer 200 ԱԹՍ-ն է, այս ԱԹՍ-ն կրկին Արցախի հոբ ուժերի կողմից է խփվել 2011 թվականին, որի մասին հայտնի է դարձել, որ նման ԱԹՍ է ուրեմն Ադրբեջանը ձեռք բերել Իսրայելից։ Խնդիրն այն է, որ այս ԱԹՍ-ն հատուկ ԱԹՍ է, որը ձեռք է բերել Ադրբեջանը հենց հարմարացնելով Արցախյան ուրեմն լանդշաֆտին, լեռներին եւ այսինքն փորձնական ԱԹՍ է եղել։ Այժմ ավարտելով այս ցանկի ներկայացումը խոսենք շարունակենք թեման 2010 թվականից սնանկ ճանաչված ու փակված ոչ պետական Aeronautics Defense Systems ձեռնարկությունը 2000-ականների սկզբին Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցություն ձեռնարկելով սկսեց նույնիսկ գործարան բացեց Բաքվում, ինչպես ասացի, Azad Systems-ի անվանվամբ, որը համատեղ ձեռք բերելով Իսրայելի ծանոթացությունների մասերը մինչև օրս էլ արտադրում է ու հավաքում է Բաքվում այս Skystar Orbiter 1 կա ԱԹՍ-ները։ Մինչև 2016 թվականին Իսրայելն Ադրբեջանին վաճառել էր 5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք ու ժամանակակից զինատեսակներ, այս գործարքին վերաբերող թվերը ես հաշվարկեցի ու ներկայացրի շատ ավելի վաղ, որն ավելի ուշ հաստատեց 2016 թվականի դեկտեմբերին Բաքու այցելած Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ 2017-18 թվականների ընթացքում իմ ունեցած հաշվարկների շնորհիվ Ադրբեջանն Իսրայելին վաճառել է ավելի քան 600 միլիոն ԱՄՆ դոլարի միայն ԱԹՍ։ Այդ չենք խոսում արտադրված հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների մասին Ադրբեջանում։ Իսրայել-Հայոմ թերթի տվյալներով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 2021 թվականից սկսած արդեն հետաքրքրված է ոչ միայն հայտնի հարվածային ԱԹՍ-ներ ձեռք բերելով, այլև այսպես կոչված խելացի ռումբերի ձեռքբերմամբ։ Ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկություններով 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը հայկական հակաօդային պաշտպանության S-300 ռուսական համակարգերի դեմ պայքարելու համար Ադրբեջանին է նվիրել Հարպիա նոր հավացային ԱԹՍ-ների համակարգը լրիվ անվճար սկզբունքներով, որպեսզի ադրբեջանցիները փորձեն խոցել S-300 ուրեմն հրթիռային համակարգերը։ Ըստ իսրայելյան կողմի այս նոր հարվածային անօթաչությունները կարող են խոցել S-300 եւ S-400 թանկարժեք հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այժմ շրջանառվում են լուրեր, որ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագիր է Ադրբեջանը պատրաստում կնքել Իսրայելի հետ։ Գուցե նաև արդեն կնքել է, սրա մասին դեռ տեղեկություններ չկան, խոսում են ուղղակի։
Ես ռազմական կրթություն չունեմ ու ռազմական փորձագետ չեմ, բայց որպես հետաքննող լրագրող կարող եմ որոշակի փաստեր արձանագրել։ Նախ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէր կարող պայքարել Հայաստանի դեմ, ու ըստ մեր պաշտպանության բանակի հայտարարության միայն 200 միլիոն ԱՄՆ դոլարի ԱԹՍ կորցրեց Ադրբեջանը այս Տավուշյան հակամարտության օրերին։ Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի շնորհիվ հայկական բանակը նույնիսկ, ինչպես արդեն ասացի, կարողացել էր անվնաս կետին իջեցնել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքը Thunder B ATS-ը։ Ուշագրավ է, որ հին սիստեմի, հին սերնդի ATS-ները հայկական բանակը շատ ավելի հեշտ է խոցում, քան ավելի արդիական վերջերս գնված նոր սերնդի հարվածային սարքերը։ Դրանք խոցելը ցավոք սրտի ավելի բարդ է դարձել։ Հայկական բանակն աշխարհում առաջինն է, որ խոցել է Hermes 900 հետախուզական շատ թանկարժեք ու շատ մեծ վարձության վրա հետախուզող սարքը։ Բոլոր սարքերի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք որ նշեցի, ցավոք սրտի հնարավոր չէ ժամանակի սղության պատճառով ներկայացնել, բայց կարծում եմ, որ Hermes 900-ի մասին որոշակի տեղեկություններ արժեցես ներկայացնել։ Այն 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բացառիկ Elbit Systems-ի գլուխգործոցն է։ Այն մարտավարական հետախուզական ATS է։ Այն առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին եւ արդեն սկսել է արտադրվել 2010 թվականի կեսերից։ ATS-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակի միջոցով նաև վերգետնյա կառավարման կենտրոնից։ Hermes 900-ը ունի թռիչքի մեծ բարձրություն եւ նախատեսված է դիտարկումներ, հսկողություն կամ հետախուզություն կատարելու համար, որպես հնարավոր կիրառման տարբերակ դիտարկում է նաև հարվածային համակարգերով զինումը, այսինքն կարող է նաև իր վրա հրթիռներ կրել։ Կառավարման համակարգը համապատասխանում է նաև Hermes տիպի այլ տեսակի ATS-ներին եւ կարող է նաև միասին Hermes տեսակի մյուս ATS-ների հետ կառավարվել։ Սարքը կարող է թռչել մինչև 9000 մետր բարձրության վրա ծովի մակարդակից եւ կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ։ Թևերի բացվածքը 15 մետր է։ Այսքան այս ATS-ի մասին։ ATS-ների շատ տեսակներ են բացահայտվել հայկական բանակի կողմից միայն դրանք խոցելուց հետո, այսինքն մինչև այդ գործակների մասին որևէ տեղեկություններ մեր բանակը չի ունեցել։ Մինչև որոշ չկա կոնկրետ տվյալ, թե որքան սարք է խոցել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հոբ համակարգեր։ 2020 թվականի Տավուշի դեպքերից հետո Ադրբեջանը դիմեց Թուրքիային, որն էլ հանդիսանալով ՆԱՏՕ-ի հզոր երկրներից մեկը, իսկ տարածքից կառավարեց ոչ ռազմական օպերացիան, սա բոլորիս համար գաղտնիք չէ, իրենց բարեկամ ռուսների հետ միասին, ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն էր հայտարարել։ Արցախյան պատերազմում առաջին անգամ ռուսական Իսկանդերների ու հետամնաց տեխնիկայի դիմաց Ադրբեջանը ուտ բարձրացրեց միանգամից 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, այսպես կոչված PARS, անօդաչու թռչող սարքերի PARS, այսինքն ATS-ների մի ողջ խմբականակ, որի դեմ մինչև օրս ոչ մի բանակ մարտնչելու փորձ չունի։ Չկա աշխարհում հոբ համակարգ, որը կարող է հայտնաբերել, հետևել եւ այնուհետեւ խոցել միանգամից 1000 անօդաչու թռչող սարք։ Դրանց դեմ պայքարելու մի ամբողջական համակարգ է պետք ստեղծել, մինիմում 5-րդ, եթե ոչ 6-րդ սերնդի ռադարների, ռադիոէլեկտրոնային եւ արբանյակային հակազդող համակարգերի եւ այնուհետեւ նաեւ խոցող միջոցների համատեղ աշխատանքով։ Այսօր այսքանը, սիրելի իմ հայրենակիցներ, շտապեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սեղմեք լայք ու կիսվեք, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ հնարավորություն ունենան տեսնել ու վերլուծել այն տեղեկատվությունը, որ այսօր փոխանցեցի ձեզ, սիրելի իմ հայրենակիցներ, սպասեք մեր հետագա հաղորդումներին, որոնք եւս վերաբերելու են Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված գերժամանակակից զինատեսակներին։ Բարին ընդ ձեզ։